Հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, ափսոս ընդդիմությունը դալիճում չէ, որովհետև երբ ասում էին, որ Հայաստանում փոխվել է քաղաքացու արժանապատվության գինը եւ սա ասում էինք մենք, որ այն այլևս անգին է, ընդդիմադիր շրջանակները դա լուրջ չընդունեցին։ Այնքան լուրջ չընդունեցին, որ իրենց հաջողության բանաձևը որոշեցին փնտրել Հայաստանից դուրս այս անգամ էլ, մոլորեցնելով մեր հայրենակիցների մի մասին, բերելով նրանց Հայաստան եւ փորձելով օգտագործել սեփական քաղաքական կեղտոտ խաղերի համար։ Բայց բարի գալուստ իրական Հայաստան, հարգելի ընդդիմություն։ Սա խեճուր են ձեր խոստացած 300,000 ադրբեջանցիները։ Պարզվում է չեն գալու, բա ուր է ձեր պլան B-ն այս դեպքում։ Բա ասում էիք օրասական պահ է, ճակատագրական են ընտրությունները, այո, ճակատագրական էին, սիրելի գործընկերներ, բայց իրենց համար, ճակատագրական էին իրենց անձնական շահերի, իրենց երբեմն անհայտ, երբեմն էլ հայտնի ծագում ունեցող ունեցվածքի եւ իրենց քաղաքական գոյությունը պահպանելու համար էին ճակատագրական։ Եվ գիտեք, թե ինչու պարտվեցին նրանք այս անգամ էլ, սիրելի գործընկերներ։ Ասեմ, երբ 5 տարի շարունակ մեզ ասում էին Փաշինյանը ձեր վարչապետն է, մեր վարչապետը չէ, դրանով բնավ կասկածի տակ չէին դնում Հայաստանի Հանրապետության վարչապետի ստացած մանդատի լեգիտիմությունը։ Նրանք չէին հավատում այն քաղաքացիներին, որոնց վստահության քվե էին տվել այդ նույն վարչապետին։ Նրանք չէին հավատում, որ այդ մարդիկ էլ են իրական, ու նրանք անկաշառ են, չեք հավատա, բայց անկաշառ էին այդ իրական մարդիկ։ Ու նրանք իրական Հայաստանի իրական քաղաքացիներն են։ Ուստի բարի գալուստ իրական Հայաստանի իրական խորհրդարան, հարգելի ոչ բարով ընդդիմություն։ Այստեղ ձեզ սպասում է այն, ինչից դուք ամենաշատն եք վախենում եւ խուսափում՝ իրականությունը։ Շնորհակալություն։ Արուսյակ Մանավազյան։